Պիտի կիսվեմ Կորինթացիների 10-րդ գլուխ առաջի խոսքից մինչև 13-րդ հատվածը, որը կոչել եմ 5 պատճառ, ինչի Իսրայելը չմտավ խոստման երկիր։ 5 պատճառ։ Աստվածաբանները կասեն, որ Եգիպտոսում գտնված Իսրայելի թվաքանակը մոտ 3 միլիոն էր, եւ այս 3 միլիոնը զարմանալիորեն Աստծո զորավոր աչքը տեսնելով, Աստծո հաղթական աչքը տեսնելով, Աստծո հատուցումն ու պատիժը տեսնելով եգիպտացիների վրա կարողացան դուրս գան, զատվագարան արյան շնորհիվ, Արոնը քսենցի նրան դիկներին, որպեսզի սատակիչից հարված չստանան եւ դուրս եկան ճեղքելով կարմիր ծովը եւ ճանապարհվեցին դեպի խոստման երկիր։ Սուրբիկը կարդում ենք ու զարմանում ենք, որ այդ դուրս եկած սերունդից մենակ 2 անձնավորություն մտան խոստման երկիր, մեկը Հեսուն, մյուսը Քաղեբը։ Մնացածի հետ զարմանալի բաներ սկսեց տեղի ունենալ։ Եվ հետաքրքիրը գիտեք ինչն է, որ Պողոս առաքյալը, երբ որ գրում է այս խոսքերը Կորինթացիս նամակի մեջ, 10-րդ գլուխ առաջի խոսքից մինչև 13-րդ համարը 2 անգամ Պողոս առաքյալը շեշտում ասելով, ինչ որ նրանց հետ պատահեց, մեզ օրինակ է։ Այլ խոսքով ասած, սա Աստծո վավերագրական փաստնապատվությունից վերցված եւ ինձ ու քեզ արտոնություն ու իրավունք տված, որպեսզի մենք կարդանք եւ կարողանանք զգուշանանք։ Եվ եթե որևէ մեկի մեջ որևէ խնդիր կամ որևէ մեղք կնկատվի, ինչ որ նկատվում է այս 3 միլիոնի մեջ, այսօր օրն է, որ դու դրա հարցերը լուծես։ Բիլի Գրեմը ասաց հետեւյալը, կամ դու պիտի լուծես մեղքի հարցը, կամ your մեղքը կլուծի քո հարցը։ Փախուս չկա։ Ամեն մեկս հավատալով Հիսուս Քրիստոսին պետք է կարողանանք ապրենք արդար ու սուրբ կյանք եւ սպասենք այն երանելի հույսին, որ մի օր կհնչի ազդարարության հրամանը, հրեշտակապետի փողի ձայնը եւ աշկ բացել թարթելու մեջ։ Սկզբից մեռելները հարություն կառնեն, հետո մենք, որ ողջ ենք մնացել, կփոխվենք ու կմտնենք երկինք։ Բայց մինչեւ այդ պահը ամեն մեկս գործ ունենք անելու։ Ամեն մեկս։ Թող Տերը օգնի, որպեսզի լսենք, միտք առնենք եւ մեր կյանքի մեջ պահենք։ 5 պատճառ, որի հիման վրա Իսրայելը 5 արգելք, որի պատճառով չմտան խոստման երկիր։ Պողոս առաքյալը ասում է 10-րդ գլուխ առաջի խոսքի, չեմ ուզում, որ չգիտող լինեք եղբայրներ, որ մեր հայրերը բոլորն էլ անպիտակ են, բոլորն էլ ծովից անցան եւ ամենքն էլ նույն Մովսեսով մկրտությունով մկրտվեցան ամպով եւ ծովի մեջ, ամենքն էլ նույն հոգեվոր կերակուրը կերան, բայց նրանց եւ ամենքն նույն հոգեվոր խմելիքը խմեցին, որովհետեւ խմում էին հոգեվոր վեմից, որ նրանց հետ գնում էր եւ այդ վեմը Քրիստոսն էր։ Բայց նրանց շատերին չհավանեց Աստված եւ սրա համար անապատի մեջ փրված ընկան։ Եվ այս բաները մեզ օրինակ եղան, որպեսզի չար բաների չցանկանանք, ինչպես նրանք ցանկացին, ոչ էլ կռապաշտ լինենք, ինչպես նրանք, որովհետեւ գրված է ժողովուրդը նստեց ուտելու եւ խմելու, հետո ելան խաղալու։ Պոռնկություն չանենք, ինչպես նրանցից ոմանք պոռնկացան եւ մեկ օրվա մեջ 23000 հոգի ընկան։ Քրիստոս չփորձենք, ինչպես նրանցից ոմանք փորձեցին եւ օծերից խայթվելով մեռան։ Եվ մի տրտնջեք, ինչպես նրանցից ոմանք տրտնջացին եւ սատակիչից ջարդվեցին, բայց այս բոլոր բաները իբրև օրինակ կպատահեին նրանց, իսկ մեզ, քանի որ դարերի վերջը հասել է, խրատ լինելու համար գրվեց։ Ուստի նա որ կհամարի թե հաստատուն կանգնած է, թող զգուշանա չլինի թե ընկնի, որովհետև ձեզ մարդկային փորձությունից զատ ուրիշ բան չի պատահած, բայց հավատարիմ Աստված, որ չի թողի ձեզ քո կարողությունից ավել փորձվես, հապա փորձության հետ մեկտեղ ազատության միջոց էլ պիտի տա, որպեսզի կարող լինես համբերել։ Ես հավատում եմ ամեն մեկս այս տեքստը կարդալուց ուզում ենք հասկանանք, որ Աստված մեր ամեն մեկի կյանքի մեջ ունի նպատակ։ Մեր ամեն մեկի, ասենց ասեմ, Քանանը կամ խոստման երկիրը, դա Քրիստոսի մեջի ամբողջությունն է եւ լիությունն է։ Առաքյալը այսպես կասի, որ բոլոր օրհնությունները Քրիստոս Հիսուսի մեջ, այո են, բոլոր խոստումները ամեն են։ Մենք ամեն մեկս օրհնված ենք միմիայն Քրիստոսի մեջ։ Քրիստոսից դուրս չկա օրհնություն։ Մեր բոլոր խոստումների երաշխիքը կամ սպասումը, որ դրանք կկատարվեն մեր կյանքի մեջ, նորից Քրիստոս Հիսուսի մեջ լինելն է։ Եվ դրա համար, երբ որ կարդամ ես 5 արգելքները, պարտադիր ուզում եմ անդրադառնամ նաև 5 հետևանքների կամ 5 հետևությունների տեքստը կարդալուց, որ անուղղակի այդ տողերի մեջ գրված է եւ մենք պարտավոր ենք դա նույնպես ուշադրություն դարձնենք։ Առաջինը թույլ տվեք մի հատ հետևությունները ասեմ եւ հետո անդրադառնամ ամեն մեկի վրա ինչ որ կարդացի։ Իմ խորը համոզմունքն է, որ եկեղեցին օրգանիզմ է, եկեղեցին կազմակերպություն չի։ Եվ օրգանիզմ ասելով, այստեղ մեկի մեղքը կարա ազդի մյուսի վրա։
մեկի մեղքի պատճառով ամբողջ համայնքը կարատուժվի։ Եվ իմ տարիներ եւ 3 աշխարհամաս ծառայելուց Հայաստան, Բաշկիրիայի Հանրապետություն եւ Միացյալ Նահանգներ ես եկա այն համոզմունքին, որ Տիրոջ մարմնի մեջ կայանալը մեր բոլորի պարտքն է եւ մեր բոլորի պատասխանատվությունն է։ Իմ խորը համոզմունքն է, եթե անհատապես մարդը կայացած է Քրիստոս Հիսուսի մեջ, անհատապես գտել է իր տեղը Հիսուսի մեջ, ընդհանուրի հետ կառուցվելու ոչ մի խնդիր չունի, ոչ մի խնդիր։ Նրա համար մեծ պատիվ է ուրախություն հասկանալ, որ Քրիստոսի մարմնի մի մասն է եւ Քրիստոսի մարմնի մի մասը լինելով կարողանում է վայելել, օրհնվել եւ հաղթական շարժվել առաջ։ Բայց երբ որ մարդը անհատական կյանքի մեջ խնդրեմ ունի, մի հարցում կաղում է, մի հարցում բաց չի Աստծո խոսքի համար, մի հարցում չի վստահում եւ ասեմ քեզ միշտ կգտնվեն ոմանք, որոնք քո ճանապարհը սխալ են անցել, որոնց նայվածքը քո դուրը չի եկել, որոնց ժպիտը ընդհանրապես քեզ չի ուրախացնում։ Խնդրեմ, բայց ճշմարտությունը հետևյալն է, երբ որ ես մեղավոր կյանքի մեջ, մեղքերի ու հանցանքների մեջ մեռած լինելով ապաշխարել եմ եւ Տիրոջ հետ հանդիպումից կյանքս փոխել եմ եւ մուտք գործելով առաջի անգամ մեր Վանաձորի հոգեգալստյան եկեղեցին, ես չեմ հիշում ոչ քարոզիչի, ոչ երգեր, ոչ մի բան չեմ հիշում, բայց հիշում եմ, որ ես 2 ժամ անդադար լացում էի, 2 ժամ։ Ու այդ ներկայությունը այնքան զորավոր էր ինձ համար, որ երբ որ պաշտամունքը վերջացավ, ես խորը շունչ քաշի ու ասի շնորհակալ եմ Տեր, ես իմ հորս տանն եմ։ Հավատարմաբար մինչև 97 թվական մնացել եմ, նվիրվել եմ, խնդիրներ չես տեսի Արսեն եղբայր, այնքան հարցեր չի առաջա, այնքան, բայց ոչ մի հարց պատճառ չի, որ դու թողնես եկեղեցին։ Ոչ մի հարց պատճառ չի, որ դու եկեղեցուն դարձնես երկրորդական։ Եկեղեցին Քրիստոս Հիսուսի մարմինն է, իր պատվական արյունով գնված եւ հավիտենության ժառանգորդ դարձած։ Դրա համար ուզում եմ խնդրեմ քեզ, զգուշ մնա, եկեղեցին օրգանիզմ է, եկեղեցին երբեք կազմակերպություն չի եղել։ Հիմա ճիշտ է ուժեր կան, որ ուզում են գլուխ բարձրացնեն, եկեղեցու անունը փոխեն, բայց եկեղեցին ոչ մի անգամ կազմակերպություն չի դառնա։ Նա օրգանիզմ է, նա Քրիստոս Հիսուսի մարմինն է երկրի վրա, Հիսուսին ունենալով որպես գլուխ եւ մեր պարտքն է իրար հետ հաղորդակցվենք եւ մեկս մեկի նկատմամբ պատասխանատվություն ունենանք, մեկս մեկի թիկունքը պահենք, մեկս մեկին օրհնության պատճառ լինենք, մեկս մեկին օգնենք, որպեսզի Քրիստոս Հիսուսի մեջ կամքի ճանաչողությամբ լցված հաղթական շարժվենք առաջ։ Երկրորդը, անապատը իրականության մեջ դա մի հատ փորձության եւ մի հատ, ասենց ասեմ, հոգեվորապես ռենտգենի վայր է։ Ռենտգեն, որ երբ որ դու դժվարություն ունես, խնդիր ունես, բժիշկը որպեսզի հասկանա քեզ ոնց պետք է օգնի, քեզ ասում է մի հատ պետք է քեզ ռենտգեն անեմ, քեզ պետք է նկարեմ, որպեսզի քո ամբողջ կառուցվածքը ու խնդիրները տեսնեմ։ Ու այն խնդիրները, որ ծածկված են, դա ցույց է տալի ռենտգենը։ Խաղաղ հանգիստ պայմանների մեջ բոլորս լավ հավատացյալներ ենք, մեր նմանը չկա։ Գանք եկեղեցի, ուրախանանք, բացականչենք, Տերը բարի է, իր ողորմությունը հավիտյան է, բայց իրականության մեջ ինչպիսի հավատացյալներ ու հոգևորներ ենք մենք, բացահայտում է նեղության օրը, բացահայտում է անապատը։ Այն նեղությունն ու դժվարությունը, որ ամեն մեկի կյանքի մեջ գալիս է։ Ամեն մեկի կյանքի մեջ, ամեն մեկը կարդացի եւ տեսակ ասում է, ամեն մեկը իր հավատքի չափով։ Ձեզ ասում է, ձեր կարողությունից ավել ոչ մի բան չի պատահում։ Եվ ինչ որ պատահում է, դու դրա կարողությունն ունես հաղթահարելու։ Քուրս ու եղբայրս, ես չգիտեմ դու ինչով ես անցնում, բայց ուզում եմ քեզ խնդրեմ, ուշադիր եղի, թե ինչ է դրսևորվում քո կյանքի մեջ։ Ուշադիր եղի, ինչ է խոսում քո շուրթերը։ Ուշադիր եղի, թե դու արտահայտում ես Քրիստոս Հիսուսին քո կյանքի մեջ, որպես քեզ Տեր ու Փրկիչ, վստահում ես իրան, թե ընկած ազդեցության տակ թույլ ես տալի տարբեր մեղսալից բաներ, որոնք որ վնասելու են, արատավորելու են եւ քեզ զրկելու են երկնային օրհնությունից եւ ապահովությունից։ Երրորդը, հրաշքները եւ նշանները երաշխիք չեն Սուրբ եկեղեցու, հիշեք էսի։ Հրաշքները եւ նշանները երաշխիք չեն Սուրբ եկեղեցու։ Մատթեոս 7-րդ գլխի մեջ Տեր Հիսուսը ասավ. շատերը այն օրը ինձ կասեն. Տեր, քո անունով դև ենք անել, քո անունով մարգարեացել ենք, քո անունով շատ հրաշք ենք արել, բայց ես նրանց հայտնապես կասեմ, մեկդի գնացեք անօրենություն գործողներ։ Մովսեսը զարմանալի հրաշագործ առաջնորդ էր, հրաշագործ, պատկերացրեք մի պահ, որ գավազանը մեկնում է լորի, երամը իջնում է ճամբար, մի ուրիշ տեղ գավազանը մեկնում է ծովը բացվում է։ Փարավոնի առաջ գավազանը նետում է, դառնում է օծ, պոչից բռնում է, նորից դառնում է գավազան։ Ու հետաքրքիրը գիտեք ինչն է, որ այս մարդը իր, ասենց ասեմ, ժողովրդի մեջ խնդիրներ սարսափելու աննկարագրել են։ Եվ իմ խորը համոզմունքն է, մենք ոչ թե պետք է շեշտը դնենք հրաշքների ու նշանների վրա, մենք շեշտը պիտի դնենք սրբության վրա։
որովհետև երբ որ մենք կարողանում ենք Աստծո սրբության մեջ առաջ շարժվենք, սրբությունը 100% երաշխիք է, որ մենք հրաշքներ կտեսնենք, նշաններ կտեսնենք, եւ դա մեզ շարքից չի հանի։ Բայց երբ որ շեշտը դնում ենք հրաշքների վրա ու նշանների վրա, աշկից թողնելով սրբությունը, արատավոր բաներ գալիս է մարդու կյանքը, բայց հրաշքներ է դրսևորվում, դա տանում է խորը հիասթափության եւ խորը խնդրի։ Կրկնվող խնդիրները մեր ամեն մեկի կյանքի մեջ խոսում են, որ մենք դրանց հարցերը չենք լուծել։ Խնդրում եմ ուշադիր եղի, եթե դու անցնում ես որևէ դժվարությամբ կամ փորձությամբ ու դա քո կյանքի մեջ արդեն երկար ժամանակ է կրկնվում է, այսօր դու միտեղ ես, որ ուզում եմ քեզ ասեմ, դա խոսում է նրա մասին, որ դու դրան չես պատասխանել։ Դրան չես պատասխանել այնպես, ինչպես որ պիտի պատասխանես։ Մատթեոս 4-րդ գլխի մեջ, երբ որ վերջի փորձությանը Տեր Հիսուսը պատասխանեց, գրված է Սատանան թողեց նրան։ Մեր կյանքի մեջ է շատ փորձություններ, մենք դուրս են գալի, երբ որ մենք պատասխանում ենք այնպես, ինչպես Աստված ուզում է։ Դրա համար ուզում եմ խնդրեմ քեզ, պաշտամունքի ընթացքի մեջ աղոթք արա, Տեր, խնդրում եմ դուր ինձ շնորհք հասկանամ, դուր ինձ շնորհք տեսնեմ, ինչ նախանգարը ոնց պիտի քեզ պատասխան տամ, կարողանամ այդպես պատասխանեմ քեզ։ Ու թող դուրս գա այս փորձությունը։ Հավատարիմ է Աստված, որ ձեզ չի թողնի ձեր կարողությունից ավել փորձվեք, հապա փորձության հետ մեկտեղ դուր էլ կցույց տա։ Դուր։ Տեր միջոց ցույց տուր։ Ոնց պետք է լուծվի այդ հարցը։ Եվ 5-րդը տեսնում ենք, որ հրաշագործ, առաջնորդ հրաշագործ մեկը, որը որ կյանքը նվիրած, անձնուրած, երկրի վրա նրապես հեզ մարդ չկա, բայց լեցուն խնդիրներով եւ խնդրահարույց ժողովրդով մի իրականություն, որ ասում է հետեւյալը։ Մարգարեն ասում է, որ ինչպես առաջնորդն է, այնպես հոտն է, ինչպես հոտն է, այնպես առաջնորդն է, բայց շատ հաճախ մենք տեսնում ենք, որ խնդիրը ժողովրդի մեջ խոսքը չպահելու եւ խոսքը չկատարելու մեջ է։ Ամեն մարդ պատասխանատվություն է կրում իր ուսերի վրա, Տիրոջ մարմնի առաջ, եւ ամեն մարդ պատասխանատվություն է կրում, թե ինչպիսի հետեւողականությամբ կպահի Աստծո խոսքը եւ կգնա առաջ։ Հիմա հերթով ուզում եմ ամեն մեկի վրա կանգ առնեմ, որոնց վրա Պողոս առաքյալը շեշտ է դնում, կարդացինք 6-րդ խոսքում ասում է սրանք օրինակ են եւ նույն մտքին 11-րդ խոսքում ասում է նորից սրանք օրինակ են մեզ։ Սա, ինչպես ասացի, Աստծո վավերագրական փաստն է պատմությունից վերցված եւ ինձ ու քեզ խրատի համար գրված, որպեսզի մենք զգուշանանք։ Առաջինը, որից ուզում եմ սկսեմ եւ տեսնում եմ այստեղ շատ լուրջ սթափեցնող բան ամեն մեկի համար։ Մեր հայերեն թարգմանության մեջ ես կարդում եմ ամեն մեկս ասում է նույն հոգեվոր խմելիքը խմեցինք, ամեն մեկը նույն հացը կերան, բայց նրանցից շատերին չհավանեց։ Ինչի՞։ Չար բաների չցանկանանք։ Մեր հայերեն թարգմանությունը ասեմ մի քիչ ոնց որ տկարություն ունի միտքը փոխանցելու։ Ռուսերեն ավելի ճոխ է, ռուսերեն ավելի հարուստ արտահայտում, ասում է «Не будем похотливы». Պախատլիվը դա ցանկության հղիացած տեսակն է, որ մինչև Իրանը չվերցնի չի հանգստանա։ Եվ Հակոբոսը ասում է ամեն մարդ փորձվում է իր ցանկությունից հրապուրված ու խաբված։ Ցանկությունը հղիանում է ծնմա մեղքը կատարվեց ծնմամա։ Ուշադիր եղի քո ցանկություններին։ Ուշադիր եղի, կարողանում ես զսպել, հավատում եմ, մեծ ձեռքբերում, մեծ օրհնություն լինել ժուշկալ անձնավորություն։ Ինչա ժուշկալ, չափը իմացող ամեն ինչի մեջ։ Չափը գիտի սեղանի շուրջ, չափը գիտի շոփինգի մեջ, առևտրի մեջ, չափը գիտի զրույցի մեջ, ոչ միտեղ չափը չի անցնի։ Զգուշ մնա, կա արդյոք քո կյանքի մեջ զգում ես, որ կա հղիացած ցանկության տենց անզուզ վիճակ, որ քեզ տանջում է, որ մինչև Իրանը չստանա ինքը չի հանգստանա։ Այսօր օրն է, որ դու դրա հարցերը լուծես եւ հավատում եմ Աստծո գահից գալիս է շնորհք ամեն մեկիս համար։ Շնորհիվ Հիսուսի մենք կարող ենք։ Շնորհիվ Հիսուսի մենք կարող ենք շպրտել այս չար ցանկությունը եւ սրա փոխարեն ասել Տեր ինձ խնդրում եմ դուր շնորհք, ես լինեմ ժուշկալ, լինեմ համբերատար, լինեմ մեկը, ով իր չափը գիտի ամեն ինչի մեջ։ Հաջորդը Աստծո խոսքը ասում է չլինենք կռապաշտ, ինչպես նրանք Մովսեսի առաջնորդությամբ Ելիս 32-րդ գլխի մեջ Մովսեսը բարձրացավ Սար Աստծո հետ խոսելու եւ մինչեւ որ Մովսեսը կիշներ եկան Ահարոնի հետ Մովսեսը գնաց ու չգիտենք ինչ եղավ արի մեզ համար մի հատ կուրկ սարքի որ մեր արչևից գնա եւ երբ որ Մովսեսը իջավ արդեն 10 պատվիրանները ձեռը զարմանքը չգիտեր ոնց պահի ստիպված էր այդ պատվիրանները ուղակի ջարդել այդ ժողովրդի գլխին Ես համոզված եմ, որ ժամանակակից կուրքը փոխել է իր դեմքը։
Եվ այս ժամանակակից կուրկ ասածը աննկատ մտել է մարդկանց կյանքը հետևյալ ձևով, խնդրում եմ ուշադիր եղի։ Եթե քո կյանքի մեջ կա որևէ մեկը կամ որևէ մի բան, որի պատճառով քո սերը պաղել է Հիսուսի նկատմամբ, համարձակ հայտարարում եմ կուրկ ես թողե կյանքդ։ Գնամ առաջ ավելին, եթե քո կյանքի մեջ կա որևէ առարկա, որևէ պատկեր, որևէ նկար, որից դու սպասում ես քո օրհնությունը, քո պաշտպանությունը, համարձակ հայտարարում եմ, դու թույլ ես տվել կուրկ քո կյանքիդ մեջ։ Եվ սա իր դառը հետևանքը խոսալու է, իր դառը հետևանքը ասելու է։ Մենք հայ ազգս շատ չգիտեմ ինչի պարզամտորեն կարողանում ենք հանգիստ հեթանոսական ձյունալը, աչկա հուլունքը, բաբելոնական դաշտի փուշը տանենք մեր տները ու սպասենք, որ դա պետքա պահի մեզ, ողբերգություն, մեր պաշտպանությունը երկինք երկիր արարիչ Աստծուց է։ Այդ աչկա հուլունքը իրան չի կարող պահենք, քարով գլխին տաս 1000 կտոր կարա եղնի։ Խեղձին իր նալերը միտեղ թողել է եւ գնացել է ուրիշ տեղ, մարդը գնացել է այդ նալը, վայ, սա ինձ հաջողություն է, դա քեզ հաջողություն չի, դա քեզ 100% անեծք է։ Անեծք, որ գնալու է մինչև 7-րդ սերուն։ Լսում ես թե չէ։ Եվ դու պետքա դրա արժևը կարողանաս լուծում տաս։ Դրա համար ամեն մարդ թող ուշադիր եղնի իր սրտին, արդյոք կա իմ կյանքիս մեջ որևէ մեկը, որևէ մի բան, որի պատճառով իմ սերը պաղել է Հիսուսի նկատմամբ։ Ուրեմն այսօր օրն է, որ դրա հարցերը լուծես, որովհետև դու ես ձև, եթե շարունակեցիր, 100% իմացի տեղ չես հասնի։ Իստեղ հասնելու համար դու պետքա, ինչպես ասում է Աստծո խոսքը, քննես քո անձը, թե արդյոք հավատքի մեջ ես։ Հուդան ասում է, որ ձեր անձերը պահեք Աստծո սիրո մեջ։ Ինչ է նշանակում անձդ պահես Աստծո սիրո մեջ։ Կարողանաս հստակ պատասխան տաս հարցնողներին, ինչ է սիրում Աստված եւ ինչ չի սիրում Աստված։ Եվ այն ինչ որ Աստված սիրում է, դու ջանք ես անում քո անձդ պահել Աստծո սիրո մեջ։ Տեր Աստված օգնի ամեն մեկից, որպեսզի գիտակցենք ու հասկանանք, որ մեր կյանքը շնորհիվ քեզ։ Հիսուս, դու մեր կյանքի օրհնությունն ես, դու մեր կյանքի ապահովությունն ես, դու մեր կյանքի հաղթությունն ես, դու մեր կյանքի իմաստն ես, դու դարձար Աստվածանից արդարություն, իմաստություն, փրկություն եւ սրբություն։ Հալելույա։ Դրա համար պատվով պիտի պահենք ամեն տեղ, փառք եմ տալի Աստծուն, որ կարողացել եմ բազմազգ Բաշկիրիայի մեջ Ռուսաստան բարձր բարձրացնել ավետարանի ճշմարտությունը, որ շնորհիվ Հիսուսի ենք մենք օրհնված։ Փառք եմ տալի Աստծուն, օգնականս եղել է մոլլի թեկնածու մսկիթի մեջ, որ հանդիպել է Հիսուսի հետ եւ եկել է եկեղեցի ու դարձել օգնական։ Աստված տարբեր ձևերով գործում է, որովհետեւ իր խոսքը ճշմարիտ է։ Երկիր կանցնի, բայց իր խոսքը չի անցնի։ Երկին կանցնի, բայց Աստծո խոսքը հավիտյան հաստատ է երկնքի մեջ։ Դրա համար բերեք ամեն ջանքը վրեներս առած ամուր պահենք։ Ամեն ջանքը վրեներս առած մեր կյանքը կառուցենք, մեր կյանքը պահենք Աստծո խոսքի մեջ։ Ինչպես Տերն ասավ, քանի որ դու քո դժվարության մեջ պահեցիր իմ համբերությանս խոսքը, ես էլ քեզ եմ պահելու այն մեծ փորձությունից ու դժվարությունից, որ գալու ամբողջ երկրի երեսը փորձելու բնակիչներին։ Պահի Աստծո խոսքը։ Դժվար է, հասկանում եմ, անցնում ես խնդիրներով, հասկանում եմ, բայց արի այսօր քաջալերվի, խնդրում եմ քեզ։ Քո կարողությունից ավել Աստված չի թույլ տալի, որ դու փորձվես։ Եթե այսօր դու հասկանում ես, որ դու դժվարության մեջ ես, թող սա լինի քաջալերություն քեզ համար։ Դու կարող ես հաղթահարել։ Դու կարող ես անցնել։ Չմնաս այդտեղ, չմնաս անապատի մեջ, դա լավ տեղ չի, դու շուտ պետքա դուրս գաս, որովհետև Աստված քեզ համար ունի ծրագիր։ Երրորդ հեսցուցակի մեջ պոռնկության մեղքն է։ Պոռնկության մեղք, որը որ սարսափելի մի հատ երևույթ է եւ դրսեւորում։ Իմ խորը համոզմունքն է, նորից ելներ, եթե սատանայի թագավորության մեջ կա մարդասպան համար առաջի, ուշադիր եղեք ինչ եմ ասում, մարդասպան համար առաջի, մարդկանց կյանքը դժոխք սարքող, ընտանիքները քայքայող ու քրքրող, դա շնության ու պոռնկության դևն է։ Եվ ամեն մարդ պետք է կարողանա հասկանա, ոչ մի մեղքի համար Աստված 23000 հոգու չի փռել մի օրվա մեջ անապատի մեջ։ Այս մեղքի համար փռեց ուղակի։ Ոչ մի մեղքի համար Աստված քաղաքներ եւ գյուղեր չի կործանել եւ այրել, որ արավ Սոդոմ Գոմորին։ Եվ դրա համար այսօր ես հավատում եմ, որ սրա պատասխանը պետք է կարողանա ամեն մարդ տա։ Ոչ մի մեղք այդքան օծյալների կյանք դժոխք չի սարքել, ինչքան այս դևն արել։ Տարեկան թիվը սարսափելի է։ Լոս Անջելեսում 10-ով 10 ամուսնանում են, 10 բաժանվում են։ Ողբերգություն ասա։ Ու ցավալին նա է, որ այսօր այս թիվը
աննկատ սուսիկ-փուսիկ ուզում եմ մտնի եկեղեցի։ Եկեղեցի մի վայր, որտեղ մենք բոլորս պետք է կարողանանք հասկանանք, որ սա սուրբ վայր է։ Մենք ամեն մեկս պետք է հասկանանք, ընտանիքը ծնվել Աստծո սրտի մեջ ու մեզ պետք է հավատարմություն, ոչ դավաճան միտք, ոչ դավաճան վերաբերմունք, հավատարմություն մինչև մահ։ Եվ սրա համար ուզում եմ խնդրեմ քեզ, մենք ազատ ենք եկեղեցու մեջ, ես Հայաստան, Ռուսաստան, հիմա էլ Միացյալ Նահանգներ ծառայելով մենք ազատ ենք ողջունելու, իրար գրկախառնվելու, բարևելու։ Ուզում եմ այսօր քեզ ասեմ, եթե հակառակ սերի նկատմամբ դու ողջուն ես տալիս, եւ քո ներսդ զգում ես մի բաներ շարժվում է, քեզ ուզում եմ ասեմ դու արդեն կարմիր գծի վրա ես։ Կարմիր գծի վրա ես, մի բարևի, մի ողջունի, մի գրկախառնվի, հետ գնա առանձնացի, գնա Տիրոջ մեջ լուծի այդ հարցը քո ներսը, որովհետեւ ես մեղքը չլուծի քո հարցը։ Որովհետեւ ճշմարիտը ասածը կամ մեղքը կլուծի քո հարցը կամ դու կլուծես մեղքի հարցը։ Երեք հատ բանալի կա, որ ես հավատում եմ օգնելու է մեզ հաղթենք այս դևին։ Երեք հատ բանալի։ Առաջինը, որ ուզում եմ ասեմ, դա ուղղակի զզվանք ապրելն է։ Ամեն մարդ պետք է հասկանա, որ սա մի երևույթ է, որից պետք է զզվես։ Զզվանքը չկարողանաս պահել, այլ արտահայտել ամեն գնով։ Սա զզվելի մի բան է։ Եվ երկրորդը, բացի նա, որ զզվելի է, ամեն մարդ պետք է կարողանա հասկանա, դու կարաս այս դևին հաղթես, երբ որ սրտիդ մեջ կունենաս Աստծո վախ։ Որտեւ Աստծո վախը սուրբ է, Աստծո վախը չարություն ատել է նշանակում։ Աստծո վախը զզվեսեն ամեն ինչից զզվում է Աստված եւ սիրեսեն ամեն ինչ որ սիրում է Աստված։ Երրորդ մեղքը, ենթադրենք հիմա բեմի վրա մի հատ հանգուցյալ լիներ եւ այս հանգուցյալի շուրջ բոլորը հավաքված լինեին, բոլոր այդ մարմնավաճառները, բոլոր այդ մերկ պարողները, բոլոր այդ կրքոտ եւ աննորմալ երևույթ անձնավորությունները։ Ուզում են այս դիակին մեղքի մեջ գայթակղեն։ Կարան հաջողվեն։ Ինչի համար։ Մեռած է։ Հարցը պարզ է, մեռած է։ Նույնպես Ավետարանը, երբ որ կարդում են Գաղատացիս 5-րդ գլուխը, Պողոս առաքյալը թվարկելով մարմնի գործերը, ասում է նրանք, ովքեր որ Քրիստոս Հիսուսին են, ներսի պատկանելության հարցը, իրենց մարմինները բնական կրքերով մեկտեղ խաչն են հանում։ Քուրս ու եղբայրս ուզում ես հոգևոր հասունություն, դու պիտի խաչ կիրառես։ Համարի քեզ մեռած։ Այս մեղքը մերը չի, դա տեղ չունի մեր կյանքի մեջ։ Սա տեղ չունի, ապրել եմ Հայաստան, Աստծո ողորմությամբ շնորհքով կարողացել եմ լինեմ անարատ ու մաքուր։ Ապրել եմ 11 տարի Ռուսաստան, մեղքի ու պղծության մեջ, որ մերկ ման են եկել, ամառը երբ որ եկել է, նրանք փոխանակ հագնվեն, ուղղակի մերկացել են։ Մերկ բառից բուն իմաստով հասարակ տեղ գետի ափ գնացել ենք, որ ընտանիքով հանգստանանք, մերկ պարկած իր ազագարն ընդունում։ Աստծո մեծ ողորմությամբ կարեցել եմ պահեմ, կարեցել եմ ընտանիքս պահեմ։ Գնացել ենք Միացյալ Նահանգներ, ավելի կատաղած մի տեղ։ Նորից հասկանում եմ, որ այդ մեղքը չի փոխվել։ Առաջի օրը եկեղեցին, որը մեզ կանչել էր, ուրախացանք, բայց բաներ եմ տեսնում, որ չեմ կարողանում հանդուրժեմ։ Ավետարանի խոսքը ասում է, եթե քեզ ցույց տամ, որ թշնամին գալիս է, ու դու չզգուշացնես իմ ժողովրդին, թշնամին գա ու նրանց վնասի, նրանց բոլորի արունը քեզանից են պահանջելու։ Ես Հովին ասեցի, կներես բան եմ տեսնում, որ չեմ կարա լուր մնամ։ Բա ինչ ես տեսել։ Ասի տեսնում եմ, թե ոնց կներես սանձարցակ մեկը բեմում, հակառակ սերին բարևի ժամանակ համբուրում է ականջի բլթակը։ Ինչ իրավունք ունի, ինքը ով է։ Ոս անձնավորություն, այդ տղա դու ոնց որ մենակ վատը տեսնես, ասում եմ, լսի, ես տենում եմ այն ինչ որ տեսնում եմ։ Խնդրում եմ քեզ դրա առաջ առ։ Դու մենակ վատն ես տեսնում, ուրիշ լավ բան չես տեսնում։ Ասի կներես իրավունք են վերապահում, պահեմ իմ տունը։ Իմ ընտանիքից վերցրեցի ու առանձին։ Իմ ոտս դուրս դնելուց հետո 4-5 ընտանիք, բում։ Այս մեղքի պատճառով, որովհետև ասեմ քեզ, նորից եմ ուզում կրկնեմ, ոչ մի դև այդքան վնաս չի տվել Տիրոջ մարմնին, ինչքան էս շնության ու պոռնկության դևը։ Ոչ մի դև այդքան ընտանիքներ չի քայքայել, ինչքան էս դևը։ Ոչ մի դև այդքան օծյալների կյանք չի խորտակել, ինչքան էս դևը։ Հիշի Սամսոնին, կարողանում էր մի էշի ծնոտով 1000 փղշտացու փռեր ուղակի։ Բայց մի հատ Դալիդա գլուխը դրեց ոտին, սկսեց գլխի մազերի հետ խաղալ, կամանց դմրեց, չհասկացավ ինչա կատարվում, իմացավ գաղտնիքը մազերը կտրեց եւ առավոտյան արթնացավ արդեն առանց Աստծո։
մի բան, որ այդ հատվածից ես ուզում եմ քեզ զգուշացնեմ, Աստված գալիս է ձայնով, բայց գնում է լուր, հիշի ես, նա գալիս է ձայնով, բայց երբ որ Աստված մեկին թողում է, այդ մարդը չի հասկանում, որ Աստված իրան թողել է, նա գնում է շատ լուր, կարողացավ վերականգնվի այն ժամանակ, երբ որ փղշտացիների աղորիքի քարն էր գլորում, ասում էր Տեր Աստված, գոնես կյանքից վերջում ինձ ուժ տուր, կարողություն տուր, եւ կյանքի վերջում 2 անգամ ավել փղշտացի սպանեց, քան իր կենդանության օրոք։ Հիշի կներես Սողոմոնին, մեկը ով կարդում ես առակած գիր, կարդում ես ժողովող, կարդում ես երգերքոց, հիանում ես, մեկը ով ամենից շատ գրեց անառակ կնոջ պահվածքի եւ նրանից գայթակղվելու վտանգների մասին, բայց ես չեմ կարող հասկանամ ոնց կարելի է ունենալ 300 հատ կին, 600 հատ հարճ, ոնց կարելի է տարվա մեջ օրը մեկի հետ քնես 3 տարին մեկ պետք է վերադառնաս այն մեկին, ամենից շատ զգուշացրեց, ամենից շատ անտարբեր եղավ։ Եվ ուզում եմ հիշացնեմ հենց Սողոմոնի խոսքը, ասում է իմաստությունը օգտակար է իրան տիրապետողի ձեռքերի մեջ։ Այն ինչ որ լսում եք, այն ինչ որ խրատի կարգով գալիս է քո կյանքը, պահի ետի, պահի խնդրում եմ քեզ։ Մատերի տարանքով չնայես, սա լուրջ պայքար է, լուրջ կռիվ է։ Սատանան գող է եկել է գողանա, սպանի ու դենքցի։ Իսկ Տեր Հիսուս եկավ, որ մենք կյանք ունենանք եւ ել ավելի ունենանք։ Մենք ուզում ենք մեր երեխեքը օրհնված եղնեն, բայց մի հատ մեղք, որի պատճառով մտնում է ժառանգական անեծքը, պոռնկությունն է, որը խփում է, հարվածի տակ դնում քո երեխուն, քո թոռան, քո ծառան։ Խեղճ երեխեքը ինչ են արել, ասա ինձ։ Միամիտ երեխա ինչ արել, ծնվել ու արդեն այդ հարվածների տակ Տեր Աստված ողորմա։ Դավիթը Աստծո ընտիր օծյալ, որ Տիրոջ սրտի համաձայն երգեր է երգում, պատերազմիկ մեկը, որը որ օրինակելի մեկն է, կարողացավ 12 ցեղ համախմբի մի դրոշակի տակ, 12 ցեղին ապահովի, որ լսեք, մենք բոլորս պայքարելու ենք նույն թշնամու դեմ, մենք բոլորս պաշտելու ենք նույն Աստծուն։ Եվ ինքը հաղթական էր, ինքը կարողացավ 12-ին միաբանել, այն ինչ որ Սավուղը քայքայեց ու քրքրեց։ Բայց դուրս եկավ մի անգամ իր տան բալկոն, նայում էր բալկոնից իր ամենամտերիմ գեներալներից մեկի կնոջը տեսավ։ Միամիտ աղջիկ իր համար լվացվում էր երևի, չգիտեմ, անամոթությամբ կանչեց սենյակ եւ թույլ տվեց մեղք, որի պատճառով էլ թե երեխուն կորցրեց, թե տանեցքը մտավ կյանք ու խնդրեմ, որի պատճառով էլ հավատում եմ Սողոմոնն անգամ այդ հարվածի տակ էր։ Եվ հետևությունը, որ ուզում եմ անեմ, հետևյալն է։ Եթե ասես Տեր Աստված տուր ինձ զորություն, ես ես մեղքը չեմ անի, հիշի Սամսոնին։ Եթե ասես Տեր Աստված տուր ինձ իմաստություն, ես մեղքը չեմ անի, հիշի Սողոմոնին։ Եթե ասես Տեր Աստված տուր ինձ կյանքի կոմֆորտ, ապահովություն, ես ես մեղքը չեմ անի, հիշի Դավիթին։ Ամենակոմֆորտ, ամենաապահովված թագավորը։ Բայց սրա փոխարեն քեզ ուզում եմ ասեմ, Աստծուց խնդրի Տեր տուր ինձ շնորհք, ես զզվեմ ես մեղքից։ Աստծուց խնդրի Տեր Աստված, աղաչում եմ քեզ, ինձ օգնի, որ ես ունենամ Աստծո վախ, ես ուզում եմ Տեր պահեմ սրտիս մեջ։ Եվ երրորդը, Տեր Աստված ինձ օգնի, համարեմ ինձ մեռած։ Համարեմ ինձ մեռած։ Ես իմ տղա երեխուն, որ ոչ պակաս դժվարություններով անցավ, ասի բալես, ես որպես ծնող ցավում եմ, աղոթում եմ, որ դու գտնես, բայց ուզում եմ քեզ ասեմ իմ կյանքիս մեջ, կարող է քեզ հարստություն չեմ թողել, բայց ես քեզ բարի անուն եմ թողում։ Բարի անուն, որ ասես պապաս Հայաստան ծառայել է եւ հավատքը պահել է անարատ։ 11 տարի Ռուսաստան, բազմազգ, ցիգաններ, թաթարներ, բաշկիրներ, ուկրաինացիներ, ռուսներ, անարատ։ Մեկը չի կարող ասի, որ այս մարդը մի մեղսալից բանի մեջ եղել է։ Եվ հիմա 18 տարի մենք Ամերիկայի մեջ ենք, մեկը չի կարող ասի, որ քո papan ինչ-որ մի բան է թողել։ Այդ անունը ամուր պահի կյանքիդ մեջ։ Ես էլ նույնպես ին վրա ունեցած Քրիստոսի օրհնյալ ու պատվական անունն եմ բարձր պահում։ Եվ ամեն տեղ ասում եմ, շնորհիվ նրան կամ, շնորհիվ իրան ապրում եմ եւ շնորհիվ իրան գոյություն ունեմ։ Չորրորդ մեղքը էս մեր ուսումնասիրության մեջ Քրիստոս չփորձենք, ինչպես նրանք փորձեցին եւ օծերից խայթվելով մեռան։
Քրիստոս չփորձենք, ինչքան հաճախ չէ մեր հայկական մշակույթի մեջ մեկ լսում ենք մարդիկ ասում են, «Բա տեսնես Աստված կարա այս բան անի»։ Բա տեսնես Աստված հնարավոր է ասենց բան անի։ Ու դա չի ասում, որովհետև իրան հետաքրքիր է, դա իրան մղում ուղղակի ցույց տա իր Քրիստոսին փորձող սիրտը։ Բա Աստված կարա այս անապատի մեջ ջուր տա մեզ։ Բա Աստված կարա այս անապատի մեջ կերակուր տա մեզ։ Լորը ուտացրեց, մանանան ամեն օր ուտում էին։ Ժայռը իրանց հետ քայլում էր ջուր ապահովելով սրտերը նորից սարսափելի ոչ վստահության մեջ էին։ Ես հավատում եմ ու համոզված եմ, որ Քրիստոսին փորձելը գալիս է կասկածամտությունից եւ ոչ վստահությունից, հիշեք էսի։ Երբ որ մարդը չի ճանաչում Տիրոջը բավարար ձևով, դա անգամ սկսում է կասկածներ ու ոչ վստահություն, որը ողբերգական է ու ցավալի։ Ես քեզ կոչ եմ անում, փոխի այդ ձևը։ Անցնում ես իրավիճակներով, որը չես հասկանում, Աստված չի խոստացել, երբ որ քեզ կփրկի, քո կյանքի ամեն իրավիճակի համար քեզ բացատրություն կտա։ Բայց Աստված մեզ խոստացել է, որ քո կյանքի բոլոր իրավիճակների մեջ քեզ հետ կլինեմ։ Ահա ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը ասեց։ Ձեզ հետ եմ, վերջ, նա ասել է, նա հավատարիմ է, նա չի թողնի երբեք։ Մնանք հավատարիմ, չփորձենք ու սրա փոխարեն բերեք ոչ թե ցույց տանք մեր դժգոհությունը, մեր Քրիստոս փորձելունը, այլ մեր Աստծուն փառաբանող, Աստծուն գովաբանող սիրտը։ 5-րդ ցուցակի մեջ Պողոս Արաքյալ ասում է, չտրտնջանք, ինչպես նրանք տրտնջացին։ Տրտունջ, զարմանալի մի բան, չէ՞։ Դժգոհ սիրտ, անզուսպ շուրթեր, Աստծուն չվստահող իրականություն, որը բացահայտ ցույց է տալի, որ մարդը ուղղակի դժգոհ է։ Դժգոհ, ոչ մի բան իր սրտով չի։ Տեր Հիսուս օգնի, խնդրում եմ քեզ։ Բացի ամեն մեկից հասկանանք, թե ինչքան մեծ օրհնություն կա գոհունակ սիրտ ունենալու մեջ։ Գոհացեք Աստվածանից ամեն ժամանակ, ասում է Սաղմոս 2-ում։ Պիտի գոհանամ, պիտի օրհնեմ նրան։ Մտեք նրա սրահները գոհությամբ, Աստծու ներկայությունը տանող հստակ Աստվածապաշտի վարժություն ու գործողություն։ Գոհացի Տերիցը։ Եթե թույլ ես տվել տրտունջ, ժամն ապաշխարելու, ժամն սրա փոխարեն վարժվել գոհությամբ, վարժվել շնորհակալությամբ, Տեր փառք եմ քեզ տալի, օրհնում եմ քո մեծ սուրբ անունը, հավատարիմ Աստված, թող անունդ փառավորվի ու մեծարվի, Տեր Տերերի, թագավորների։ Մի առավոտ Հայաստան եղած ժամանակ աշխատում եմ Սեր բարեգործական գթության միության մեջ, առավոտը արթնացա, որ պետք է գնամ գործի, կինս Էմիլիան մոտեցավ, ասավ, Արսեն, գիտես, տան ոչ շաքարավազ կա, երեխեքին ինչ-որ մի բան պատրաստելու, ոչ գրուպեղեններից ինչ-որ մի բան կա, ոչ մի բան չկա մի խոսքով։ Սիրտս նայում եմ երկինք, ասում եմ, Տեր իմ սպասումը քեզանից է, Տեր Աստված ջան, օգնի, խնդրում եմ քեզ։ Կրկեցի, համբուրեցի, գնացի աշխատանքի տեղը մոտեցա պատասխանատուին, մեր եղբորը ասեցի, Արմեն ջան, խնդրում եմ աշխատանքի հաշվին, եթե կարելի է, ինձ մի քանի կիլո այդ գրուպեղեններից բանից դնես, մեկ է մի քիչ շաքարավազ երեխեքի համար, երեխեքս փոքր են։ Այս Արմենը սառավ էսպես, գլխով էս դև անում ու ասում է գնա։ Եկա որվա վերջը, որ պետք է գամ տուն, տեսնեմ երկու մեծ պարկ օգնություն է դրա, Արմեն ասի ինձ ներողություն էլի խնդրում եմ, գիտեմ անհարմար վիճակի մեջ եմ, բայց խնդրում եմ, չեմ բան, ասամ նայի հիմա թեզ ինչ եմ ասում, այս գիշեր ես Տեր Հիսուսի հետ քայլում եմ այս պահեստով, Տեր Հիսուսը ինձ բաներ է սովորեցնում, որ այս պահեստի մեջ պետք է արվի, ու մեկ էլ նայեց աշկերից մեջ, ու ասավ հետևյալը, Արսենը կգա, Արսենի հետ կդնես 5 կիլո շաքարավազ, ու ասում ալա դեր գործը չսկսած, որ դու մոտեցար, ասիր, կարաս մի քանի կիլո այդ օգնությունից տաս, ասում է սառա ու հասկացա, որ իրական է, շատ ձևերով, շատ կերպերով Աստված գիտի խոսալ, մնա հավատարիմ, Աստված գիտի հավատարիմներին հասնել, մնա հավատարիմ, Աստված գիտի իրաններին օրհնել, դու անտեսված չես, դու թողնված չես, Տերը քեզ սիրում է, Տերը քեզ փրկել է, Տերը քո համար շնորհք ունի,